Արշավանքը եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներից դուրս է եկել։ Փաշինյանը հասկանում է, որ ինքը մնացել է մենակ, մեր հասարակության հսկայական զանգված համաձայն չէ ամեն ինչի հետ, ինչ անում է այսօր Փաշինյանը կապված եկեղեցու հետ։ Ինքը այսպես փորձում է եկեղեցին դարձնել սովորական աշխարհիկ մի կառույց, պետական կառույց։ Գրեթե բոլորին լսում են, գրեթե բոլորին ձայնագրում են, եւ սա իրականում սարսափելի իրականություն է։ Արշակ Սրբազանի հետ կատարված ընդհանրապես խայտառակությունը, այդ 300,000-ը ընդամենը միայն վերաբնակեցման ժամանակ է 300,000 լինելու։ Այդ 300,000-ը շատ արագ աճելու է։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Բարև ձեզ, Տիկին Վարդանյան։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Տիկին Վարդանյան, դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը այցելեց 7 Վերք եկեղեցի, Սպիտակի երկաշարժի օրը, Տարելիցի օրը եւ այնտեղ մասնակցեց այսպես կոչված պատարագի։ Այնտեղ 24 թեմի հոգեվորականները հրաժարվեցին կատարել այդ պատարագը մատուցել, կաթողիկոսի անունը զեղչել, սակայն կատարվեց այդ պատարագը։ Ձեր կարծիքով ինչու հենց սրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մի շարք հակասական կետեր։ Եկեղեցին ստեղծել է պետությունը, պատարագից առաջ պետք է երկրի հիմնը լինի եւ նաեւ պետք է եռագույն դրոշները եկեղեցում տեղադրվեն։ Տեսեք, արշավանքը, եթե այդպես փորձենք անվանել, արշավանքը եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներից դուրս է եկել, որովհետեւ ի սկզբանե, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց հայտարարել, որ եկեղեցին պետք է ազատել կաթողիկոսից եւ եկեղեցին պետք է մաքրել եւ եկեղեցին պետք է լինի այնպիսին, ինչպիսին ինքը պատկերացնում է, նա կարծում էր, որ դա շատ արագ է լինելու, որ իր հետևից գնալու են բազմահազարանոց, այսպես զորքեր, ովքեր որ կգրավեն եկեղեցին եւ կազատագրեն եկեղեցին ու այնտեղ կունենա իր սրտի կաթողիկոսը եւ իր պատկերացրած եկեղեցին։ Բայց Փաշինյանը ինքն էլ եկավ անակնկալի, երբ հասկացավ, որ մեր հանրությունը չի ընդունում այն ջրբաժանը, որ ինքը փորձում է մտցնել եկեղեցու եւ հասարակության միջև, եւ եթե ես օրինակ ամռանը պարբերաբար իմ խոսքում պնդում էի, որ ես տեսնում եմ, որ Փաշինյանը ուսապարկը գցելու է ուսին եւ իր հետ հավաքի մարդկանց եւ գնա եկեղեցի, ապա ես ժամանակի այդ ընթացքում զարգացումների արդյունքում ինքս էլ տեսա, որ Փաշինյանը չի կարողանում այդքան մարդ ներգրավել process-ի մեջ, կհիշեք նույնիսկ հայտարարեց, որ խորհուրդ պետք է ստեղծվի, որ այդ խորհրդում պետքա չգիտեմ անապական մարդիկ լինեն եւ իրենք էլ Այո, եւ իրենք էլ պետք է առաջնորդեն եկեղեցու ազատման գործընթացը եւ այլն, եւ հետո մեկ էլ ինչ-որ մի պահ հասկացավ, որ ինքը իր նկշտումներում մենակ է մնում, եւ այս պարագայում ինչ էր մնում Փաշինյանին, գտնել հոգեվորականների, գտնել բարձրաստիճան հոգեվորականների, ովքեր որ կուրանային իրենց հավատը, կուրանային իրենց երթումը եւ ցավոք սրտի մենք այդպիսի եպիսկոպոսների ականատես եղանք եւ երբ որ արդեն էլ բռնի ուժով եկեղեցին գրավելու պլանը արծես թե երերուն է դառնում, այստեղ այլևս մնում է ներսից եկեղեցին քանդելու պլանը եւ մյուս կողմից էլ վրեժ լուծելու համար պատարագից զեղչել կաթողիկոսի անունը։ Եվ քանի որ երթվյալ հոգեվորականները հրաժարվում են ենթարկվել իր այդ պահանջին, այստեղ արդեն մնում է այդ շանտաժի ենթարկված եպիսկոպոսների միջոցով պատարագներ մատուցել եւ նրանց միջոցով հերթական անգամ զեղչել կաթողիկոսի անունը եւ այդպես ցույց տալ, որ ինքը այնուամենայնիվ հաջողում է իր նկշտումներում եւ պետք է ի վերջո գնալ այս ճանապարհով եւ քանդել եկեղեցին ներսից։ Եվ 7 վերքի պատարագը ըստ էության, այո, թեմի պատարագը չէր, առաջին անգամ 7 վերքում զանգեր չհնչեցվեցին առավոտյան, առաջին անգամ մոմ չէր վաճառում եւ պարզապես դրսից բերված Արմավիրի փաստորեն թեմից պատարագը մատուցեցին եւ Փաշինյանը հասկանում է, որ ինքը մնացել է մենակ այս հարցում, մնացել է մենակ իր քպայականների եւ ուխտադրուժ քահանաների հետ եւ այս էր պատճառը, որ նա
հաջորդ քայլերը, որոնք որ պատկերացնում է, օրինակ Հայաստանի Հանրապետության հիմնը եկեղեցում հնչեցնելն է, մենք բոլորս ակնածանքով ենք վերաբերում մեր խորհրդանիշներին, մեզ համար շատ կարևոր է հիմնը, բայց երբ որ դու աշխարհիկ խորհրդանիշը փորձում ես տանել եւ ներդնել հոգեվոր արժեքների մեջ, դա նշանակում է, որ դու փորձում ես այն տարանջատման սկզբունքը եկեղեցու եւ պետության խախտել, չնայած ինքը իր համար դա ոչ մի խնդիր չի, հա, որովհետեւ այն ինչը ինքը անում է հակասահմանադրական է եւ հակաիրավական, բայց ինքը այսպես փորձում է եկեղեցին դարձնել սովորական աշխարհիկ մի կառույց, հա, պետական կառույց, որ այսօր կասի հիմնը թող հնչի, վաղը կասի, որ ես գնալու եմ այնտեղ ասուլիս տամ, միևնույնն է ինքը ընդունում է ծափերը, որ իր համար հնչում են իր կողմնակիցների կողմից եկեղեցում։ Այսինքն ինքը այսպես փորձում է մարդկանց մոտ ստեղծել տպավորություն, որ եկեղեցին դա մի սովորական կառույց է, հերթական, պետական ինչ-որ մի շենք, այսպես ասենք։ Եվ հետո սկսում է արդեն բաները, նախ ես չեմ ուզում անդրադառնալ այն անգրագիտություններին, որ նա հնչեցրել է սկսած առաքելական եկեղեցու հիմնադրումից, վերջացրած Մեսրոպ Մաշտոցի հետ կապված ձևակերպումներին, բայց ցավոք սրտի մենք լավ գիտենք, որ ինքը շատ լավ մանիպուլյացիայի վարպետ է, նա շատ հանգիստ կարող է ստել, խաբել եւ ընդամենը մեկ օր հետո ասել, որ ինքը ամենևին դա չի ասել եւ արդեն մնում է, որ մեր հասարակությունը կարողանա զտել, հա, այդ կեղծիքը առանձնացնել եւ թույլ չտալ, որ իրեն էլ ներքաշեն այդ կեղծիքի մեջ։ Ինչպես պետք է զտի հասարակությունը, երբ ամենօրյա ռեժիմով այսպիսի մտքեր են արտահայտվում։ Անկեղծ ասեմ, ի զարմանս ինձ, որովհետեւ շատ հեշտ է տրվել այդ մանիպուլյացիաներին, մեր հասարակությունը շատ ռեալ է գնահատում այս պահը, այս իրավիճակը։ Եվ եթե այո առանձին կլինեն առանձին անհատներ, ովքեր որ մշտապես Փաշինյանի ասածը ժողովրդի լեզվով ասած հալած յուղի տեղ են ընդունում, բայց հասարակության ստվար զանգվածը հասկանում է, որ այս ծրագիրը նախ եւ առաջ ադրբեջանական պահանջով իրականացվող ծրագիր է եւ նաեւ այս ինչ որ արվում է իրենց այսպես կոչված խաղաղության նախաստորագրված փաստաթղթից բխող պահանջ է եւ հենց դա է պատճառը, որ նա փորձում է խարխլել եկեղեցին։ Կհիշեք պայմանագրի չեմ էլ կարող ասել որ կետն է, բայց կետերից մեկում կողմերը պարտավորվում են միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենց երկրում այսպես կոչված ռևանշիստական ուժերը բաներ անեն, հա, կանխեն ռևանշիստական ուժերը եւ երբ փաստորեն կաթողիկոսը հանդես եկավ արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ ելույթով միջազգային կառույցներում նա հասկացավ, որ պետք է կանխել դա, որովհետեւ այս պարագայում եկեղեցին հանդես է գալիս ազգայինի դիրքերից, իսկ դա ամենևին չի բավարարում Ալիևի եւ այսպես ադրբեջանական պահանջները եւ նաեւ դա էր պատճառը, որ այսպես ասպատակությունը, հա, եկեղեցու հանդեպ նոր փուլ մտավ եւ այս ամեն ինչը իրականում մարդիկ տեսնում են։ Շատ հեշտ է մարդկանց մոլորեցնել, ինչ ինքը այսքան երկար տարիներ արել է նախկիններ ներկաներով, սպիտակներ եւ սևերով, չգիտեմ, աշխատողներով եւ չաշխատողներով, աղքատներով եւ հարուստներով, համոզելով, որ աղքատների աղքատությունը իրենց գլխում է, իրենց հոգեբանությունն է եւ այլն, այսինքն շատ հեշտ է եղել հասարակությանը բաժանել որոշակի շերտերի եւ հակասություններ մտցնել հասարակության մեջ, բայց եկեղեցու պարագայում այս բանը բաժանելու գործընթացը այդքան էլ Փաշինյանի սրտով չընթացավ, որովհետեւ հսկայական զանգված շատ դժկամությամբ է ընդունում այս process-ը, մեր հասարակության հսկայական զանգված համաձայն չէ ամեն ինչի հետ, ինչ անում է այսօր Փաշինյանը կապված եկեղեցու հետ։ Այսօր կալանավորված են 3 արքեպիսկոպոս եւ 1 եպիսկոպոս։ Նաեւ այլ հոգեվորականներ, այլ մարդիկ, ովքեր ձեր կողմից, նաեւ շատերի կողմից որակում են որպես քաղբանտարկյալներ, այսինքն իրենց հնչեցված մտքի խոսքի համար են բանտարկված։ Այս կալանավորումների հիմքում հիմնականում գաղտնալսումներն են կամ տեսագրությունները,
որոնք ինչ որ ժամանակ հետո կամ սխալ են դուրս գալիս կամ կծված, այսպես ասած, ոչ իրական։ Ձեր կարծիքով այս պրակտիկան ինչքան պետք է դեռ շարունակվի գաղտնալսումները բացահայտելը։ Տեսեք, մեր իշխանությունների համար ժուչոկը, հա, էլի հասկանալի լեզվով մարդկանց համար ասեմ, ժուչոկը դարձել է այցեքարտ։ Այսինքն իրենք այն որ լսում են քաղաքական գործիչների հեռախոսները, չգիտեմ, հետևում են եւ այլն, դա բոլորի համար էր կարծես թե հասկանալի, չի ասի ընդունելի, բայց գոնե գիտեինք, որ իրավիճակը այդպիսին է։ Բայց պարզվեց, որ այդ ժուչոկները միայն քաղաքական գործիչների համար չեն, այդ ժուչոկները նաև նրա համար են, որ ընդհանրապես հասարակությանը հետևեն, տեսնեն հասարակությունը ինչ է անում, արդեն կարելի է մարդկանց տներում տեսաձայնագրող սարքեր տեղադրել եւ հետո դա, չգիտես ինչ ճանապարհով հայտնվի իշխանական լրատվամիջոցների մոտ, տարածեն, փորձեն մարդկանց փախարակել, փորձեն մարդկանց հեղինակությունը նվաստացնել եւ արժանապատվությունը ստորացնել եւ դա իրենց համար շատ նորմալ քաղաքականություն է եւ կամ էլ եթե չեն ուզում, այսինքն տարածել, շանտաժի ենթարկեն եւ այդ շանտաժի միջոցով ստանան այն ինչ որ ցանկանում են։ Այսինքն մենք մտել ենք մի այնպիսի փուլ, որտեղ որ բոլորին, հա, կարելի ասել գրեթե բոլորին լսում են, գրեթե բոլորին ձայնագրում են եւ սա իրականում սարսափելի իրականություն է եւ մենք երբ կարդում էի Օրելյան ստեղծագործությունները, երբեք չէի պատկերացնի, որ ես պետք է համեմատականներ անցկացնեմ մեր իրականության հետ, բայց այո, մենք հասել ենք մի իրավիճակի, երբ մեծ եղբայրը հետևում է մեզ, ինչպես կասեր Օրելը։ Հիմա ինչ վերաբերում է հոգևորականներին, այո, մենք կտեսնենք, որ իրենց գործերը բոլորը այսպես փուչիկ են, ջուր, որովհետև իմ խոսքը կհաստատեն բոլոր իրավաբանները, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են այդ գործերի հետ, ովքեր այս կամ այն կերպ ծանոթ են, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ամբողջ գործը։ Առաջինը, եթե խոսենք Միքայել Աջապահյանի մասին, ապա Միքայել Աջապահյանի հարցազրույցի ընթացքում հայտնած մտքերը իրենց մեջ կոչի որևէ տար չեն պարունակում, բայց խնդիրը հետևյալումն է, որ իրենք որոշել են, որ դա կոչ է, ընդ որում հետին թվով կոչ է անում, մարդը թվում է, թե հա խոսում են նախկին եղած իրադարձությունների մասին եւ ասում են կոչ է անում, ում է ուղված կոչը, ինչին է ուղված կոչը, դրա վերաբերյալ որևէ ապացույց կամ հիմնավորում չկա եւ հետեւաբար ստացվեց, որ մարդը իր ազատ խոսքի համար ենթարկվում է պատասխանատվության եւ 2 տարի ազատազրկում է նշանակվում դատարանի կողմից։ Ինչու ենք ասում, որ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է, որովհետև ԵԽԽՎ 1900 բանաձևով նախատեսվում է, որ քրեական հետապնդումը եւ կալանքը տեղի է ունեցել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների իրացման դեպքում, այս դեպքում խոսքի ազատության իրացման դեպքում եւ մյուս կողմից, եթե պայմանականորեն համարենք, որ ապացուցված էր այդ մեղքը եւ այլն, ինչը իրականության հետ կապ չի համապատասխանում, պատիժը նշանակելու ժամանակ էլ դատարանը իր նկատմամբ կիրառեց ոչ միատեսակ ցուցաբերեց ոչ միատեսակ մոտեցում, քան կցուցաբերեր մնացած բոլոր դեպքերում, այսինքն նմանատիպ կամ միջին այլ ծանրության գործերով ինքը նշանակում էր ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ։ Այս պարագայում 2 տարի ազատազրկում։ Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով հանրությունը գոնե տեսել է, թե ինչպես էին նախ իշխանական падգամավորները բառել չեմ գտնում ասելու, բայց աղմուկ բարձրացնում, հա, վայնասուն էին դրել, կներեք այս բառի համար, որ տեսեք, ահաբեկչություն են իրականացնում, հեսա ավտոբուսներ էին վառելու, աստղիկներ էին ինչ որ բանարել, աստղիկներ ունեին, որոնք որ մեքենաների տակ էին լցնելու, գյուլելու էին, չգիտեմ ինչ էին անելու, եւ հետո երբ դատախազը եկավ մեր գործընկեր Արթուր Սարգսյանի անձեռնմխելիության սահմանափակման հարցը ներկայացնելու, այս ձայնագրություններից հատվածներ էր ներկայացնում այնպես, որ կարծես թե վերջ
Եթե հանկարծ այս մարդկանց չբռնեինք, ուրեմն Հայաստանում տեղի էր ունենալու դարի ահաբեկչությունը եւ վերջ, այո, լուրջ տերոր էր լինելու ու մի հատ էլ բոլորը իրենց ելույթներում ասում էին ժողովուրդ, դուք պատկերացնում եք ավտոբուսներ էին վառելու աստղիկները, որ նետ էին ձեր մեքենաների տակ, դուք պատկերացնում եք այդ ինչ էր նելու, այսպես բանով պաթոսախառն եւ բան մանիպուլյատիվ ձայնով մարդկանց փորձում էին համոզել, որ իսկապես ահաբեկչություն էր պատրաստվում Եվ հետո արդեն աստիճանաբար փաստաբանների կողմից հրապարակվեցին ձայնագրությունները ամբողջականությամբ, ոչ թե իրանց այդ մեջբերումները, որոնք որ արված էին, այլ ամբողջությամբ ձայնագրությունների դրվագ ներկայացվեց եւ հասկացանք, որ Գյուլելը եւ ուրիշ բանի մասին էր, որ աստղիկներ ընդհանրապես չկա, գործում որևէ փաստաթուղթ չկա, որ աստղիկների մասին խոսի, ավտոբուսներ վառելու մասին ընդհանրապես որևէ խոսակցություն չի եղել։ Այսինքն այս ամեն ինչը կեղծ գործ էր, հետեւաբար Էլի 1900 բանաձևի տեսակետից սա իրենից ենթադրում է ուրեմն կալանավորված մարդիկ քաղբանտարկյալներ էին, իսկ process-ը քաղաքական հետապնդում։ Նույնը վերաբերում է Մկրտիչ եպիսկոպոսին, մենք տեսանք, որ էլի խոսակցությունը չգիտես ինչպես, այսինքն այս մարդկանց ձայնագրել էին, լսել էին եւ այլն, բայց քանի որ որպես ապացույց օգտագործելու իրավունք չէին ունենալու, ուղարկել էին իրենց իշխանամերձ լրատվամիջոցներ, հետո այդ իշխանամերձ լրատվամիջոցի հրապարակումը հիմք ընդունելով, ոչ թե ձայնագրությունը, այլ հրապարակումը, քրեական գործ վարույթ իրահարուցեցին եւ քրեական հետապնդում իրականացրեցին Մկրտիչ եպիսկոպոսի նկատմամբ եւ վերջինս էլ այս պահին կալանքի տակ է գտնում։ Աշակ Սրբազանի հետ կատարված ընդհանրապես խայտառակությունը, նույնիսկ մարդ անհարմար է զգում խոսել այն ամեն ինչի մասին, ինչ որ իրենք պարզապես որոշեցին, որ պետք է իրականացնեն, նախ փորձեն արժեզրկել հոգեվորականի կերպարը, ինչ որ տեսագրություն տարածելով եւ այլն, հետո էլ իմիջայլոց քննիչի այդ փորձաքննությունը, չգիտեմ հետևել եք թե չէ, դա խայտառակություն էր։ Խայտառակությունը կայանում էր նրանում, որ փաստաբանին չեն տեղեկացնում, որ փորձաքննությունն է նշանակվելու։ Փորձաքննության արդյունքները տալիս են այն ստորագրող եպիսկոպոսներին, իրենց ստորագրությունից հետո միայն փաստաբանին տեղեկացնում են փորձաքննություն նշանակելու մասին, եւ փորձաքննությունն էլ ամենևին չի վերաբերում տեսաձայնագրության իսկությանը, այլ ընդհանրապես մի կադր են ֆիքսում, նկար են տալիս, ասում են արդյոք այս ձայնագրության մեջ եղած անձը եւ այս նկարի մեջ անձը նույնական են, նա էլ չի տալիս բան եզրակացություն, որ նույնական են, այլ ասում են նման են։ Այդպես 1000 հոգու կարող ես նմանացնել դա։ Առաջին հայացքից նման են, ես էլ կարող եմ շատ մարդկանց նմանացնել, բայց դա չի նշանակում, որ դա դարձավ լիարժեք փորձագիտական եզրակացություն, որ հələ մի հատ էլ ամեն մեկը վեր կենա, ասի փորձագիտական եզրակացությունը հաստատել է ձայնագրությունը։ Քննչականը հաստատել է, այդպես տարածվեց լուրը։ Հա, բայց քննչականը ընդհանրապես եզրակացությունը ընդհանրապես տվել է, որ կադրում եղած եւ նկարում եղած մարդիկ նման են։ Իսկ նմանությունը շատ վերացական հասկացություն է, 1000 հոգու կարող ես նմանացնել, բայց ամբողջ խնդիրը նրանումն է, որ այս խայտառակությունը չքննվեց այն առումով, թե ով է տարածել այդպիսի տեսագրություններ։ Մի կողմ թողնենք Աշակ Սրբազանին, բայց ինքը երևույթը դա այլասերում է եւ այլանդակություն։ Դա նշանակում է, որ մարդկանց ննջարաններ են մտնում, մարդկանց տուն են մտնում եւ այլն, եւ դա հրապարակում են, ով ուզում է լինի այդ ձայնագրության մեջ։ Սա պարզապես անընդունելի է, սա պարզապես անթույլատրելի է։ Իսկ վերջում Աշակ Սրբազանին ինչի համար ձերբակալեցին, պարզվեց, որ բանը 18 թվին դեռ 18 թվականին ընդ որում մի շատ հետաքրքիր ծաղրանկար, շատ տիպիկ ծաղրանկար էին ստեղծել, որտեղ ասում է բանը Սրբազանի գրպանը պետքա թմրամիջոց գցել, ասում է վեղարով է գրպանը չենք կարողանում գտնենք, ասում է դե լավ գցենք ուրիշ պայուսակի մեջ, կասենք ինքն է գցել։ Այսինքն, երբ որ պետք էր մարդու այսպես մարդու նկատմամբ, հա, ինչ որ քրեական գործ սարքել, չէ, հորինել, ապա գտան 7 տարի առաջ ինչ-որ բան, որը որ էլի որևէ կերպ մարդկանց մոտ վստահություն եւ հավատ չի ներշնչում։ Եվ ամենակարևոր բանը, ինչի մասին ուզում եմ խոսել, դա
Եվ քաղբանտարկյանների հետ կապված մի բան էլ ասեմ, հետո կանդրադառնամ մտքից, մենք ունենք նաև Գյումրիից կալանավորված բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր գնացել էին պարզապես իրացնելու հավաքների ազատության իրենց իրավունքը եւ իրենց անհամաձայնությունը հայտնելու այս իշխանության կողմից իրականացվող գործողությունների հետ կապված, որ տեղի էր ունենում քաղաքապետարանում։ 43 անձի նկատմամբ քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում հարուցվեց, 26-ի միջնորդություններ ներկայացվել կալանքի, 23 հոգու կալանավորեցին, իհարկե հետո վերաքննիչը ոմանց կալանքը փոխեց, բայց սա նշանակում է 23 մարդ, ովքեր գնացել էին, որ իրենց անհամաձայնությունը հայտնվեցին քրեակատարողական հիմնարկներում։ Քաղաքապետին ձերբակալելու օրը նկատի Այո, ձերբակալելու օրը եւ զանգվածային անհնազանդության անկարգության համար այդ իրենց անհնազանդությունը որակվեց որպես զանգվածային անկարգություն եւ փաստորեն 23 անց այդ պահին կալանավորվեց, հետո ոմանց խափանման միջոցը փոխվեց։ Բայց ինչ կարևոր բան է ուզում նշել։ Ամենակարևորը գիտեք, որ նավորես գործողություններով այս իշխանությունները այնքան են արժեզրկել իրավապահ համակարգը, որ այլևս որևէ իրավապահ համակարգի կողմից իրականացվող գործողություն հանրության մոտ վստահություն չի առաջացնում։ Այսինքն, երբ որ ցանկացած հիմնավորում, որ իրավապահ մարմինների կողմից ներկայացվում է, չգիտեմ, բացահայտված հանցագործությունների հետ կապված, կատարված քննչական կամ այլ գործողությունների հետ կապված, դատարանի ակտերի հետ կապված, հանրությունը այլևս չի հավատում եւ չի վստահում ոչ այդ որոշումներին, ոչ այդ վճիռներին, ոչ էլ այդ դատավճիռներին։ Եվ դա շատ վտանգավոր է։ Դա նշանակում է, որ դու քո դատական եւ իրավական համակարգի նկատմամբ այնքան դեգրադացած վերաբերմունք է ստեղծել, որ հետո շատ դժվար է լինելու վերականգնել այդ հեղինակությունը այդ կառույցների։ Մինչդեռ այդ կառույցների հեղինակությունով է պայմանավորված նաև մեր երկրի տնտեսական զարգացման հնարավորությունը։ Բայց այս իշխանությունները ամեն գնով, ամեն ինչ անում են, որ ցանկացած բան, որ կներկայացվի իրավապահ համակարգի կողմից, մենք բոլորս կասկածի տակ դնենք եւ մենք ունենք դրա համար բավարար հիմքեր։ Նաև Արշակ Սրբազանի հետ կապված լուր այսօր մամուլում հայտնվեց, որ նրան տեղափոխել են երկու սրբազանների բանտախոց, որպեսզի կրկին գաղտնալսեն։ Ես վստահ էի, որ իրեն տեղափոխելու են երկու սրբազանների մոտ, որովհետև իրենց թվում է, թե այս սրբազանները այնպիսի մի լուրջ բան իրենց գնահատմամբ հակապետական ծրագրեր են մշակում, որ պետք է իրենց գաղտնալսել, որ այդ ծրագրերը բացահայտվեն եւ այլն, կանխեն եւ այլն, մինչդեռ նրանցից յուրաքանչյուրը իր գործողությունները արել եւ շարունակում է անել բացառապես օրենքի եւ իրավունքի շրջանակներում։ Եվ Բագրատ Սրբազանի ծրագրավորված գործողությունները, որոնք վերաբերում էին տարբեր ակցիաներին եւ այլն, դրանք էլի օրենքի շրջանակներում, սահմանադրականության շրջանակներում պլանավորվող գործողություններ էին։ Բայց այդ գաղտնալսելու բանը գայթակղությունը շատ մեծ է։ Դրա համար էլ այո, Արշակ Սրբազանին էլ տեղափոխեցին Միքայել եւ Բագրատ Սրբազանների մոտ։ Նաեւ կհիշեք հենց սկզբնական փուլում, երբ իրենց տեղավորել էին Երևան քրեակատարողական հիմնարկում, անմիջապես որոշում կար գաղտնալսելու, կալանքը 2 ամսով էր տրված, բայց գաղտնալսման մասին որոշումը արդեն 3 ամսով էր, այսինքն իրենք նախապես կանխատեսում էին, որ մեկակալանքը երկարացնելու են եւ 3 ամսով գաղտնալսման մասին որոշում ունեին։ Այսպիսին է հիմա մեր իրականությունը, այսպիսի խայտառակ իրականության մեջ ենք մենք ապրում եւ այո, այսօր ինչպես գաղտնալսումը, այնպես էլ կալանքը դարձել է այս իշխանությունների այցեքարտը։ Եվ շատ հետաքրքիր է, որ Արշակ արքեպիսկոպոսի կալանավորմանը նախորդեց նրա ասուլիսը, նա հանդես եկավ մամուլի ասուլիսով եւ հենց այդ տեսանյութի մասով շատ հստակ ասաց, որ ես չեմ եւ որևէ կապ չունեմ այդ տեսանյութի հետ, այսինքն գործիքակազմը ավարտվել էր, մնացել էր կալանքը։ Ինչ որ ձևով, այո, պետք էր Արշակ Սրբազանին եւս մեկուսացնել։ Ես այստեղ նաեւ տեսնում եմ այս մեկուսացումը 3 սրբազանների պայմանավորված նրանով, որ իրենք փորձում են եկեղեցին արդեն ներսից խարխլել եւ գտել են իրենց համար 10 եպիսկոպոսներ, ովքեր որ միգուցե շանտաժի գնով, ես չգիտեմ, իսկապես չգիտեմ, որովհետեւ չեմ բացառում, որ նրանց հետ կապված կունենան ինչ որ ձայնագրություններ կամ տեսագրություններ
եւ դրանք միգուցե ես պնդելու իրավունք չունեմ, բայց չեմ բացառում, որ նաեւ դա է պատճառը, որ այս 10 եպիսկոպոսները ուրացան իրենց երթումը եւ այս պարագայում, քանի որ հնարավոր է իրենց միջոցով եւ իրենց աջակցությամբ խարխլել եկեղեցու հիմքերը, պետք է հնարավոր ազդեցիկ հոգեվորականներին մեկուսացնել եւ Արշակ Սրբազանի ձերբակալությունը ես կարծում եմ նաեւ այդ պլանի մեջ էր տեղավորվում։ Եկեղեցու դեմ կամ եկեղեցու շուրջ այս իրավիճակը առաջի պլանում է այս պահին եւ յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր հայտարարություն առնչվում է եկեղեցուն։ Սակայն սրա կողքին նաեւ չենք մոռանում խաղաղության այդ դարաշրջանի մասին, որ օգոստոսի 8-ից մեր երկրում է, պարզապես մենք չենք տեսնում։ Շատ հետաքրքիր է, օրինակ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին, որ Ռամիլ Սաֆարովը, որը 2004 թվականին Հունգարիայում կացնահարեց քնած Գուրգեն Մարգարյանին, գնդապետի կոչում է ստացել։ Այսինքն սա շատ հետաքրքիր ցցուն օրինակ է, ինչպես է հային սպանողը ընդունվում Ադրբեջանում իրենց երկրում, բայց քաղաքասարակությունների փոխադարձ մենք հանդիպումներ ունենք, շատ լավ արձագանքներ ունենք, մեզ ուղերձներ են բերում Ադրբեջանից, ինչպես այս իրավիճակում ձեր ասած, որ հասարակությունը հասկանում է, սառը դատում է եւ կարողանա հասկանալ, որտեղ ճիշտը ընկալել, որտեղ հասկանալ, որտեղ չլսել։ Մենք փաստորեն տեսնում ենք, որ Փաշինյանի եւ Ալիևի պատկերացրած խաղաղությունները դրանք տարբեր խաղաղություններ են, այսինքն մեր եւ Ադրբեջանի խաղաղությունները դրանք տարբեր ուղեծիրներով անցնող խաղաղություններ են եւ այս նախաստորագրված փաստաթուղթը ըստ էության մեզ պարտադրված որոշակի կետեր են, որովհետեւ եթե մենք տեսնում ենք այդ խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթը, ապա մենք կտեսնենք, որ այստեղ շատ ավելի շատ Ադրբեջանի ցանկություններն են տեղ գտել, քան Հայաստանի ցանկությունները կամ պահանջները կլինեին, սկսած հենց միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու պահանջից, այնուհետև այդ ռևանշիստական ձևակերպումների հետ մի քիչ այլ կերպ ձևակերպված, պարզապես ես մեկ բառով այդպես եմ ասում, ռևանշիստական ձևակերպումների հետ կապված կետերը եւ նաեւ խաղաղության այդ փաստաթղթում գերիների, ռազմագերիների վերադարձի վերաբերյալ որևէ կետ չներառելը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու պահանջ չլինելը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այս փաստաթուղթը ըստ էության Ադրբեջանի պահանջների արտահայտությունն է մեկ թղթի վրա, բայց դրան զուգահեռ մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվել Հայաստանի իշխանությունների եւ ադրբեջանական իշխանությունների խոսույթը, որովհետեւ հայկական իշխանությունները անընդհատ այսպես պարտվողի դիրքերից խաղաղություն մուրացողի կարգավիճակում են, որ մենք ամեն ինչի համաձայն ենք, մենք մեր սահմանադրություններ կփոփոխենք, մենակ այդ փաստաթուղթը ստորագրենք։ Ես վստահ եմ, որ այս փաստաթուղթը ստորագրող հայկական կողմը շատ լավ գիտի, որ այդպիսի փաստաթղթերը դեռևս երաշխիք չեն ստեղծում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Գերմանիան բազմաթիվ պետությունների հետ այդպիսի պայմանագրեր ուներ։ Եվրոպական երկրների մասին է խոսքը, Խորհրդային Միության մասին է խոսքը, դա կանգնեցրեց Գերմանիային։ Ոչ։ Իհարկե հիմա իրանք կասեն այն ժամանակ աշխարհաքաղաքական իրավիճակը այլ էր եւ այլն, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակները շատ նպաստավոր որոշ պետությունների համար հասնելու են բոլոր նպատակներին, որոնք որ իրենք դրել են իրենց առջև։ Եվ հիմա մենք տեսնում ենք մեր խոսույթը, երբ որ ամեն ինչի համաձայն ենք, ամեն ինչ կանենք, մենակ այդ նախաստորագրվածը մի հատ էլ ստորագրեք եւ այլն, ու տեսնում ենք Ադրբեջանի խոսույթը։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը Սևան արդեն Գյոչայի է անվանում, Ադրբեջանը խոսում է 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, իսկ այո, այսօր էլ Ռամիլ Սաֆարովը ստացավ գնդապետի կոչում, այդ Ռամիլ Սաֆարովն էր, որը որ ազգային հերոս էր ճանաչվել իրենց կողմից, կհիշեք, հենց վերադարձավ անմիջապես հերոսի կոչում տվեցին նրա համար, որ գիշերը քնած հայի էր փաստորեն կացնահարել։ Այսպիսին է իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, հայ ժողովրդի եւ Հայաստանի ակնկալվող խաղաղության նկատմամբ, խաղաղության համաձայնագրում նախաստորագրված ավելի շատ տեղ են գտել Ադրբեջանի պահանջները, բոլորն ասում են, բա այդ դեպքում ինչի Ադրբեջանը, եթե իր շահերից է այդքան բխում, ինչի է նախաստորագրել, ինչու չի ստորագրել, որովհետև Ադրբեջանը տեսնում է, որ քանի դեռ այդ փաստաթղթով կարողանում է Հայաստանից ինչ հնարավոր է պոկել, պոկում է
ԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ով էր ասում, որ պետք էր հենց անմիջապես այդ նախաստորագրումից հետո ԵԱՀԿ Մինսկի լուծարման դիմում ներկայացնել։ Որտեվ տեսնում է, ինչ ուզում է այս իշխանություններից, այս իշխանությունները անում են, եւ դրա համար էլ ինքը այսպես նախաստորագրած այդ բան վիճակում, կախված վիճակում փաստաթուղթը թողել է, որ հետո դեռ շարունակի, եթե հիմա սահմանադրությունը փոխենք, ես վստահ եմ Ադրբեջանի կողմից նոր պահանջ է լինելու։ Եվ այո, մեր խնդիրն է հասարակությանը բացատրել, ցույց տալ, որպեսզի հասարակությունը հասկանա, որ այդ փաստաթուղթը իհարկե ցանկացած խաղաղության փաստաթուղթ շատ կարևոր է, բայց դա ամենևին երաշխիք չէ, որ Ադրբեջանը իսկապես խաղաղություն ասելով պատկերացնում է այն նույն խաղաղությունը, ինչ որ պատկերացնում ենք մենք։ Ձեր նշած բոլոր խնդիրները իրենց լուծումը կարող են ստանալ, իհարկե լուծումները տարբեր են, բայց օրինակ 26 թվականի ընտրություններով ընդդիմական դաշտը, նաև նոր ձևավորվող ուժերը, նաև ձեր կուսակցությունը, խմբակցությունը ասում է, որ միակ գլխավոր խնդիրը դա Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, այսինքն այս իշխանությունը չպետք է վերարտադրվի։ Դուք ինչ եք անում դրա համար, ինչ է անում Հայաստան խմբակցությունը, որպեսզի Փաշինյանը չվերարտադրվի։ Այս պահին իհարկե հասկանալի է, որ առաջին հնարավոր հարցի կարգավորման միջոցը դա առաջիկա 2026 թվականի ընտրություններն են եւ սարերի ետևում չէ, ընդամենը 6 ամիս է մնում եւ այս պարագայում ընդդիմադիրների ամբողջ խնդիրը պետք է կայանա հենց դրանում, որպեսզի աշխատեն հասարակության հետ եւ աշխատեն բաց, աշխատեն այսպես տուն առ տուն եւ քաղաքացի առ քաղաքացի հանդիպումների եւ աշխատանքի միջոցով, որպեսզի մարդկանց եւս մեկ անգամ բացատրվի, թե 2026 թվականի ընտրությունները ինչի մասին են։ Գիտեք, մենք 2026 թվականի ընտրությունները, երբ որ ասում ենք, հասկանում ենք, որ սովորական շարքային քաղաքացին ընտրությունների արդյունքում պատկերացնում է իր լավ կամ վատ ապրելու հեռանկարը կամ հնարավորությունը։ Մենք պետք է քաղաքացիներին բացատրենք հետևյալը, որ նախ այս 7 տարվա ընթացքում ձեր սոցիալական վիճակում որևէ բան չի փոխվել, թոշակառուն նույնքան վատ է ապրում, որքան մինչ այդ էր ապրում, նվազագույն սպառողական զամբյուղին նույնիսկ չի մոտենում թոշակառուի եւ այս ամեն ինչից զատ, այսինքն լավ եւ վատ ապրելու այդ կենսական խնդիրներից զատ, արդեն կա նաեւ լինել չլինելու կենսական խնդիր։ Այսինքն մեր ընդդիմության ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մենք հասարակությանը բացատրենք, որ դու ընտրում ես այս պահին Ռամիլ Սաֆարով գնդապետի եւ քո երկրում ապրելու իրավունքի մեջ, որովհետև եթե այս ընտրությունների արդյունքում այս իշխանությունը վերարտադրվեց եւ շարունակեց այս նույն տեմպով խաղաղություն մուրալ եւ այլն, ապա մենք կտեսնենք, որ մի օր էլ Ռամիլ Սաֆարովն է լինելու Երևանում եւ այս իշխանությունների աջակցության միջոցով այս իշխանությունների պաշտպանության ներքո իրենք են հայտնվելու Երևանում եւ մի կարևոր հանգամանք էլ մենք մեր քաղաքացիներին պետք է բացատրենք, որ երբ որ ասում ենք Ադրբեջանի խոսույթում 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցն է, դա այնքան էլ այսպես օթում կախված լուրեր չեն, այնքան էլ ոչ իրատեսական, չիրականացվող անհավանական այո խոսք իրադարձությունների մասին չի խոսքը, որ պահին, որ եկան համաձայնության, իսկ մենք տեսնում ենք, որ բոլոր այսպես բանակցությունների արդյունքում ի վերջո գնում է դրան 300,000 ադրբեջանցի գալու է եւ ապրելու է ձեզ հետ հարևանությամբ, ամենևին այսպես չեմ ուզում վախեցնել մարդկանց եւ այլն, բայց այդ 300,000-ը ընդամենը միայն վերաբնակեցման ժամանակ է 300,000 լինելու։ Այդ 300,000-ը շատ արագ աճելու է, որովհետև այստեղ մենք էլ դեմոգրաֆիկ խնդիր ունենք, մենք գիտենք, որ Հայաստանում ծնելիության ցուցանիշը 1.5 է, իսկ Ադրբեջանում բոլորովին այլ իրավիճակ է, եւ այս պայմաններում նույնիսկ իմ գնահատմամբ, իմ կարծիքով Ադրբեջանին այլևս անհրաժեշտ չի լինելու գնալ ինչ-որ ռազմական գործողությունների եւ այլն, որովհետեւ այդ վերաբնակեցված ադրբեջանցիներով ինքը շատ արագ փոխելու է մեր հասարակության դեմոգրաֆիական վիճակը։ Եվ ըստ էության հասնելու է իր նպատակին առանց որևէ լուրջ ջանքեր գործադրելու։
Եվ հիմա այս ամեն ինչը մենք պետք է բացատրենք մեր ժողովրդին։ Մենք պետք է բացատրենք, որ եթե այս իշխանությունը եղավ 2026 թվականից հետո քննարկվելու է օրինակ Սևանա լճի համատեղ օգտագործման հարցը, որտեղ Ալիևը հենց այնպես չհիշեց, որ Սևանի անունը ինչ որ քարտեզներում Գյոյչա է եղել եւ այլն։ Այդ ամեն ինչը նաեւ նրա համար է արվում, որ ի վերջո մի օր էլ գան հասնեն նրան, որ Սևանը Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից համատեղ օգտագործվեն։ Այս ամեն ինչը մեր քաղաքացիներին, այո, ընդդիմության խնդիրն է այս ամեն ինչը հասցնել քաղաքացիներին, ակնկալել, որ իրենք կմասնակցեն ընտրություններին, որովհետև դա էլ մի ուրիշ խնդիր է, այս իներտության պայմաններում պետք է հնարավոր լինի հասարակությանը համոզել, շահագրգռել, բացատրել, խնդրել, որպեսզի իրենք մասնակցեն ընտրություններին եւ դրանով իսկ փորձել հեռացնել այս իշխանություններին։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Եթերում ուղի խոսքն էր, հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։